Համայնքում գրեթե մարդ չկա, որ չճանաչի ձեզ ու ձեր բիզնեսը չիմանա։ 2001 թվականին էր Սաքոն որոշեց, որ պետքա Արբատը սկսի ինքը աշխատացնել։ Իսկ երբ արդեն հիմնվեց բիզնեսը, դուք ամուսնացած էիք։ Այո։ Ես իրան ասում եմ, ես ինչ բան ասենց անենք։ Հիմա դրա ժամանակը չի։ Ասում եմ դուրս եմ գալի։ Մի օր անցնում է, երկու օր, ասում եմ, ինչ էիր ասում։ Փոքրուց սիրել եմ ուտելիքի հետ կապված ամեն ինչ, ունեցել եմ շատ խիստ մայր։ Մենք բոլորս տանը սարքում ենք, հյուրեր ենք ընդունում, չէ՞։ Բայց այդ լրիվ ուրիշ աշխարհ է, երբ որ դու պետքա մատուցես մանավանդ բանկետ հոլ։ Իմ հարսանեկան հանդեսի ժամանակ Արբատը այն չէր, ինչ հիմա է։ Տղայի papan եկել է խոհանոց ու ուզեցել է անպայման շնորհակալություն հայտնի մեզ։ Էդի մեր համար մեծ բան է։ Ունենք շատ մեծ մենյու, որը որ հաճախորդն անդրում։ Ես շատ եմ լսում, որ նշում են, որ դեռ խաչապուրի եք մատուցում։ Այո, որովհետև մենյուն մենք չենք ընտրում։ Մենյուն ընտրում է առիթի տերը։ Եթե ուզում են դրսում ինչ-որ առիթ անեն, մեր ամբողջ այդ թիմը տեղափոխվում է այդ տարածքը։ Առաջի գիրքս շատ ճանաչված տեղ տպվեց Simon & Schuster-ը Նյու Յորքում։ Ես շատ շոուերի մասնակցեցի, բայց այս երկրորդը մի քիչ ուշանում է, որտեղ զբաղված եմ շատ։ Ես սիրում եմ զբաղված լինեմ, ինչքան զբաղված ես, այնքան միտքդ ավելի հանգիստ է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, ողջույն սիրելի բաժանորդ եւ իհարկե մեր շատ սիրելի հետևորդներ։ Ես գտնվում եմ Menu AM-ի տաղավարում, ես Մերի Մակարյանն եմ եւ ինչպես գիտեք, սա իմ նոր ոդքասթի հերթական էպիզոդն է։ Այս հարթակում դուք կարող եք ծանոթանալ մեր համայնքում գործող այն ռեստորանային բիզնեսների, քաֆի շափերի եւ իհարկե քեյթրինգ ընկերությունների գործունեությանը, որոնք գուցե մի մասին գիտենք, որոշներին ոչ, եւ այսօր առաջին դեմքով ես զրուցելու եմ ինձ համար շատ հաճելի մի անձնավորության հետ, ում վաղուց եմ ճանաչում, բայց միևնույն ժամանակ ինչու հաճելի նշեմ, որովհետեւ իմ հարսանյաց հանդեսը անցել է հենց այդ բանկետ հոլում։ Խոսքը Արբատ բանկետ հոլի մասին է եւ այսօր իմ հյուրն է Արբատ բանկետ հոլի հիմնադիր սեփականատեր Սարգիս Նիկողոսյանի տիկինը Նարինե Նիկողոսյանը։ Ողջույն։ Ողջույն Մերի ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ։ Շատ գեղեցիկ տեսք ունես։ Շնորհակալ եմ։ Եվ հիմա արդեն հանդիսանում ես Արբատ հոլի տնօրինուհին, բայց մինչ մեր զրույցը սկսելը ես ուզում եմ հարկ եմ համարում նշել, որ Արբատ հոլը մենք բոլորս եւ համայնքում գրեթե մարդ չկա, որ չճանաչի ձեզ ու ձեր բիզնեսը չիմանա կամ գոնե մեկ ու ավել անգամ այցելած չլինի, բայց մենք բոլորս Արբատ հոլը գիտենք պարոն Սարգիս Նիկողոսյանի անվամբ, որովհետեւ նա է ստեղծել, նա է հիմնել ու հետո արդեն բիզնեսը դարձավ ընտանեկան, դուք այսպես եկաք օգնության, լինելով բոլորովին այլ մասնագիտության տեր։ Այո, ճիշտ է։ Այնպես որ ողջունում ենք Սարգիսին։ Սկսենք թերևս ամենասկզբից։ Երբ եք տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Մենք առանձին ենք տեղափոխվել։ Իրանք Սաքո ենք եկել են 80 թվականին, մենք 88։ Իսկ երբ արդեն հիմնվեց բիզնեսը, դուք ամուսնացած էիք։ Այո։ Սաքոն միշտ ոնց որ իր գործունեությունը ուտելիքի հետ կապված է եղել։ Իրանք ունեցել են, եթե ոչ առաջի, բայց առաջիններից մեծ մարքետ Նորթ Հոլիվուդում։ Ընտանեկան բիզնես է եղել, իր papan ստեղծել, որը որ շատ չգիտեմ, ոնց ասեմ, այնքան աշխատասեր ու հմուտ բիզնեսմեն է եղել, ոնց որ հանձնել է տղային ու Սաքոն շարունակել է, ինքն էլ իր բիզնես ուներ այդ ժամանակ, ուներ կաթի բիզնես, որ բավականին շատ խանութներին կաթնեղեն էր մատակարարում եւ նույն ժամանակ խանութում էր, օգնում էր։ Այդ ժամանակ շատ երիտասարդ էր։ Մենք այդ ժամանակ ծանոթացանք։ Ես ունեի իմ գործս, որը որ մինչև հիմա զբաղվում եմ, 2001 թվականին էր Սաքոն, որ որոշեց, որ պետքա Արբատը սկսի ինքը աշխատացնել։
Որքան գիտեմ, նախապես կար Արբատը եւ հենց այդպես էլ կոչվում էր Այո, 92 թվականից եղել է Արբատը։ Այո, ամենաերկար գործունեություն ծավալած բանկետ հոլն է, դրա համար ասացի, որ մարդ չկա, որ չգիտի։ Հետո ինքը մենակ էր, այսինքն ես շատ չեմ խառնվել, որտեղ շատ զբաղված եմ եղել, ինքս ունեի իմ սալոնը, հաճախորդություն եւ իմ շատ սիրած գործս, որը որ մինչեւ հիմա անում եք։ Այո։ Թույլ տուր նաև մեջ բերեմ, որովհետև այո, դու ունես բոլորովին այլ մասնագիտություն, մաշկաբան, կոսմետոլոգ, մեյքափ արտիստ, բավականին հեղինակավոր դպրոցում ես սովորել, ավարտել, հետո արդեն անցել աշխատանքի եւ մինչ այսօր Նարինեն իր աշխատանքը չի թողնում, որը իդեպ ինձ շատ է դուր գալիս։ Բայց ինչպես ստացվեց, որ դու փորձեցիր կամ սկսեցիր համատեղել, օգնել եւ արդեն լրիվ անցար այս բիզնեսի մեջ։ Նախ ասեմ, որ փոքրուց սիրել եմ ուտելիքի հետ կապված ամեն ինչ, ունեցել եմ շատ խիստ մայր, որը ինձ տունը միշտ պարտադրել է, կարամ այդ բառը օգտագործեմ, որ ես պետք է անպայման, եթե ոչ ամեն օրը մեջ ճաշ պատրաստեմ։ 10 տարեկան էի, ինքը, ասենք, դպրոցից գալիս է, ես պետք է զբաղվեի գործերով։ Ինքը շատ պատասխանատու գործ ուներ, շատ էր աշխատում։ Ու սեր ունեցել եմ ուտելիքի հետ, սիրուն ուտելիքի, համով։ Հետո նույնիսկ իմ գործից մեջ ես տարիներ առաջ գիրքս որ գրեցի, ինքը կապ ունի նորից մրգերի, բանջարեղենի, ասենց ինչ որ հետաքրքիր կոնցեպտ է, որ ինչ պետք է ուտես, որ թարմ լինես, հետևես դեմքդ։ Հա, գիտեմ, որովհետև այդ ամենը կապված է, չէ, իրար հետ։ Ես ունեմ իդեպ այդ գիրքը, շնորհակալ եմ, ժամանակ առ ժամանակ աղջկաս հետ նայում ենք, ընթերցում ենք։ Մի խոսքով ինձ հետաքրքիր է եղել, ուտելիքն էլ է հետաքրքիր եղել։ Նենց մի շատ անծանոթ չէր, բայց որպես բիզնես չեմ մտածել, որ կարող է ինչ որ օգնեմ կամ գնամ, որտեղ շատ զբաղված էի։ Հետո եղավ մեր այս COVID-ը։ COVID-ի ժամանակ ամենտեղ փակ էր, մենք որ լրիվ փակ էինք, ռեստորանը չէր աշխատում, իմ գործից տեղն էլ փակ էր, դեմքի հետ կապված, մանավանդ մենք շատ մոտ ենք հաճախորդին, առաջինը այդ տեսակ բիզնեսները փակվեցին։ Այո, շփումը։ Հա, հետո մի մոմենտ եկավ, որ սկսեց մի թեթև բացվել։ Որոշ մարդիկ սկսեցին հաճախել, աշխատել եւ քանի որ շատ մեծ հաճախորդություն ունեմ, իրանց խնդրանքով որ կարանք սպասարկվենք, որտեվ իմ մոտ մեծամասնությունը օտարներ են, որոնք նախորոք են վերցնում իրանց ժամադրությունը ու խնդրեցին, որ եթե կարամ գոնե սենց քիչ ժամանակ տրամադրեմ, բայց իրանց ոնց որ այդ անհրաժեշտ էր, շատ անհրաժեշտ էր իրանց դեմքի խնամքը։ Ու որոշեցի, որ Արբատում, քանի որ շատ մեծ տարածություն է, մոտավորապես 27000 square feet, ինձ համար մի հատ անկյուն հաճախորդների սպասարկեմ, մինչև որ բացվի ամենտեղ ու ամեն մարդ անցնի իր գործին։ Տենց սկսվեց։ Սկսեցին հաճախել, շատ էին սիրում իմիջիայլոց, գալիս էին, որտեղ ազատ էր, մեծ տարածություն, գեղեցիկ։ Ու ընթացքում ես երբ որ ժամանակ էի ունենում, ուսած նայում էի, զգում էի, որ ահագին փոփոխություններ կարանք անենք, ինչի՞ չէ որ։ Չնայած որ Սակոն միշտ 2-3 տարին մեկ միշտ նորոգում է, նոր remodel անում, ամեն ինչը փոխում է, բայց մի տեսակ կնոջ աղջկա ճաշակը տարբեր է, երբ որ դու ուրիշ տեսանկյունից ես նայում։ Տենց սկսվեց, ոնց որ մտքիս մեջ որոշել էի, որ կարող է միգուցե կրճատեմ իմ մյուս գործս ու ժամանակ հատկացնեմ Արբատի համար։ Իսկ ինչպես եղավ, դու ասացիր Սակոին, թե ոնց եղավ այդ։ Չեմ կարողանում հիշեմ, բայց գիտեմ, որ ես արդեն ցուցակ ունեի, որ ինչ պետք է անենք։ Մարդիկ սկսեցին հաճախել, ասենք շատերը, ասենք նայում են պատերին, ասում են, այս պատերի գույնը փոխենք, լավ կլինի, հատակ ուզում ենք սպիտակ dance floor, կամ չգիտեմ, լիքը մանրամասնություններ կա, որ
այսօրվա հարցերին հետաքրքրում էր ու ես արդեն ցուցակ ունեի, որ ինչ կարանք անենք։ Դրա այդ համատեղ խոհանոցը, որ կարող ենք մենյուն փոփոխել, նորություններ մտցնել, չնայած որ ունենք շատ հմուտ եւ տաղանդավոր, այսպես ասած, խոհարարներ, այո, մեր գլխավոր խոհարարը ինքը օտարազգա, որը Ֆրանսիայում ավարտել է Լեկորդեն Բլուն, շատ ճանաչված խոհարարական դպրոց, եւ մենք իրան շատ գոհ ենք, ինքը արդեն զբաղված է մեծ, այսպես ասած, մեծամասնությունը իր վրա է ուտելիքի, ասենք, բայց այնտեղ լինում է ուզում ես նորություն մտցնես, սալատներ, appetizer, չգիտեմ, այդ ամեն ինչը ոնց որ ես իմ վրա վերցրեցի, որ նորություն մտցնենք, իհարկե խոհանոցի մենք ունենք շատ լավ թիմ, միասին աշխատելու, ասենք նորը ստեղծելու, փոփոխելու համար։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Քանի որ խոսեցիք փոփոխություններից, ես պիտի ասեմ, որ օրինակ իմ հարսանեկան հանդեսի ժամանակ Արբատը այն չէր, ինչ հիմա է։ Բոլոր այն հարսիկները, ովքեր գալիս են ու պահանջում են, որպեսզի օրինակ հատակը փոխվի, սպիտակ լինի, ջահերը ուրիշ լինեն շատ կամ ավելի լուսավոր, ասեմ, որ կարող եք հանգիստ լինել, կարող եք հանգիստ այցելել Արբատ, որովհետև Նարինեի թեթև ձեռքով, այսպես ասած, ամեն բան արդեն վերափոխված է, ավելի գեղեցիկ, նորաոճ եւ սպասում է ձեզ։ Դա սրահի հետ կապված եւ իհարկե խոհանոցին եմ ուզում անդրադառնալ, ինչն էլ շատ-շատ կարեւոր է։ Չնայած մի պահ այստեղ կարելի է կանգ առնել, խոսեցինք հարսանիքներից, ավելի մանրամասնենք, ինչպես են գալիս ձեզ մոտ, հետո կանցնենք խոհանոցին։ Երբ զույգը գալիս է ձեզ մոտ, օրինակ ով է դիմավորում նրանց, ինչ եք առաջարկում, ինչպես է լինում այդ ամենը։ Դե զույգեր մենակ հարսանիք չի իհարկե, գալիս են ուրիշ առիթների համար էլ, ասենք, կնունք, նշանդրեք, չգիտեմ, մեծ ինչ-որ հոբելյանական արարողություն, այո։ Մեր մոտ 150-ից մինչև 500 հոգի մենք կարող ենք սպասարկենք։ Բայց հարսերին, եթե խոսքը վերաբերվում է զույգերին, զույգերը գալիս են, իհարկե դիմավորում է մեր մենեջերը, ինքն էլ է շատ երկար տարիներ աշխատում ու այդ գործի մեջ բավականին հմուտ է։ Ողջունում ենք։ Որտեվ դա էլ է տաղանդ, խոսելը եւ բացատրելը եւ ճիշտ ուղղություն, ոչ թե համոզել։ Մենք չենք համոզում, մենք ուղղակի վերաբերմունք ենք ցույց տալի, որը շատ մանավանդ այս երկրում շատ մեծ նշանակություն ունի։ Բոլորը ուզում են, որ իրենց հետ sense շատ սիրալիր լինես, պատասխանես իրենց բոլոր հարցերին, որը որ շատ է, եւ ինքը ունի sense ծով համբերություն, ինքն է դիմավորում, եւ եթե շատ խճուղում է, լինում է, ասենք, միևնույն ժամանակ մի քանի զույգեր են գալիս, ես էլ եմ դիմավորում, զբաղացնում եմ, ինչեւ ինքը ազատվում է, նոր, հա։ Դուք լինելով տնորեն զբաղացնում եք։ Հա, բայց ես տենց ինչ որ տնորենի կարգավիճակ չունեմ, որտեվ երևի իմ գործից էլ է գալիս։ Իմ գործս արդեն 30 ավել տարիներ ես մարդկանց ընդունում եմ, գեղեցկացնում եմ, ասած մի հատ հանգիստ վիճակ է։ Երբեք չի եղել, որ ինչ որ մեկին նույնիսկ ուզենամ էլ չեմ կարող ինչ որ մի դիտողություն անեմ։ Բայց ես մի դեպք եմ հիշում, երբ ինչ որ մեկը եկել էր ձեզ մոտ սրահ ու չէր իմացել, որ դուք ով եք։ Հա, տես շատ է լինում։ Շատ է լինում, օրինակ, ասենք ինչ որ մի հատ ջուր կբերես կամ մի բաժակ կոֆե կամ բան, ասում իհարկե։ Ճիշտ է, աշխատողները բերում են, բայց այդ րոպեին ես լավ եմ զգում, չգիտեմ, ես սիրում եմ այդ սովորական այդ հարաբերությունները։ Սրտացավ վիճակ, պարզ է։ Այո։ Ու հետո խոսում ենք, ճիշտ ասած, ես էլ մենեջերն էլ զգում ենք, արդեն հաճախորդը որ մտնում ան ներս, մեր երկուսի intuition-ը, հա ասեմ, շատ ուժեղ է,
Հիմնականում հարցերն են որոշում, եթե պետքա իրանց այդ հարսանյաց հանդեսը լինի մեր մոտ, որտեվ իրանց հայացքից, իրանց այդ շարժու ձևից ես զգում եմ, հավանել են թե ոչ։ Այո։ Չնայած որ ոչ թե որ մերն է ասում եմ, ինքը շատ է հիմա գեղեցկացել, միշտ է լավ եղել, որտեվ level-ներ ունենք, մեր սրահի տարբերությունն է, որ 3 level-ի վրա է, ունենք ամենամեծ բառը։ Ունեք ամենամեծ բառը, ես ասեմ ինչն է ինձ այդտեղ շատ դուր գալիս։ Նախ ունեք շատ գեղեցիկ նախասրահ, երբ հյուրերը գալիս են, հավաքվում են այդտեղ, կամ ասենք այդ աղմուկից հոգներ են երաժշտությունից, ուզում են գնալ մյուս կողմ, միջանցք, իրար հետ շփվեն, զրուցեն, չգիտեմ, սուրճ խմեն։ Նախասրահը, որ ինձ շատ կարևոր է, հարսի սենյակը, էլի ինձ համար շատ կարևոր է, եւ բեմը։ Այո, որ հետևից կարող են մտնել։ Որտեղ կա բեմ, ետնաբեմ, որտեղ կարող է տեղակայվել մեծ բենդ եւ մնացած ամեն ինչը։ Այո, ետնաբեմ, դա շատ հետաքրքիր էր, որ ես միշտ նկատում եմ, բայց մոռանում եմ նշեմ, որտեվ արտիստի համար կարևոր է լինել ետնաբեմում, դուրս գալ ետնաբեմից։ Մանավանդ սուրպրայզ, ինչ որ երգիչներ են բերում կամ արվեստագետներ, չէ՞, միանգամից ասենց իսկականից սուրպրայզ են լինում, երբ որ գալիս է բեմ։ Այո, կարևոր չէ անակնկալով թե ոչ, բայց արտիստը իրեն լավ է զգում, երբ ինքը դուրս է գալիս ետնաբեմից, երբ ինքը դուրս է գալիս բեմ, որովհետև հիմա ռեստորանները շատ փոքր, ցածր հասակով բեմեր են սարքում, իսկ ձեզ մոտ ես դա շատ եմ հավանում, դրա համար ինչ լինում է, ասում եմ, օ, կգնանք Արբաթ։ Շատ շնորհակալ ենք բոլորից, իհարկե, բոլոր մեր ընկերներից, հարազատներից, նրանք ովքեր ոնց որ առաջինը մեր մոտ են գալիս, որ տեսնեն, եթե այդ օրը իրանց, եթե ոնց որ այսպես ասած available է, կա օրը, չնայած որ Սաքոյի մեծ շրջապատի շնորհիվ մենք այսօր փառքաստու զբաղված ենք ու աշխատում ենք, շաբաթը բավականին զբաղված ենք, որտեվ այդ հարգանքն էլ է կարևոր, ինքը ունի շատ sense մեծ ճանաչվածություն, հա, ճիշտ եմ ասում, ճանաչում, հա։ Եվ հարգանք, եւ ասում են գնանք Սաքոյի մոտ։ Որտեվ շատ լավ է ընդունում, չգիտեմ, դա մեծ նշանակություն ունի համենայն դեպս մեր բիզնեսում։ Սպասարկումը շատ լավ, հարգանքը շատ լավ, նաև շատ կարևոր է խոհանոցը, թե ինչ ենք մատուցում, հա։ Այո։ Դուք ունեք թերևս ամենամեծ խոհանոցը, խոհանոցներից, այսպես գլոբալ չասեմ, չառանձնացնեմ։ Հայերի տեսել ես sense անցնելուց, չէ՞։ Ճիշտն ասած ներսում չեմ եղել, բայց միշտ պատկերացրել եմ դրսից, որ տեսել եմ այդ տարածքը այդքան երկար։ Հետո այդքան աշխատող, որ տեսել եմ, մտածել եմ, այս մարդիկ պիտի միտեղ տեղավորվեն, ուրեմն տարածքը մեծ է, խոհանոցը մեծ է ու թույլ է տալիս, որպեսզի այդքան աշխատող ունենան։ Ու բոլորը շատ լավ հաճելի մարդիկ են։ Շատ։ Մի քանի անգամ առիթ եղել է սրճելու։ Ընտանիքի նման աշխատում են, այո, այդքան կանայք նույն տեղ աշխատեն ու շատ։ Մեկ էլ ասեմ, որ ես ինքս ունեմ որոշ չափով խոհարարական, այսպես ասած, կրթություն։ Դա եղավ տարիներ առաջ, ճիշտն ասած, պապաս որ մահացավ, ես շատ դժվար տարա։ Չգիտեմ, երևի բոլորի համար է դժվար, երբ որ կորցնում ես ծնող, բայց ինձ մոտ չի կարողանում համակերպվեի այդ մտքին։ Միակ բանը ինձ զբաղված պահելն էր։ Չնայած որ աշխատում եմ, եթե ոչ 7 օր, գոնե 6 օր, բայց էլի տխրությունը շատ մի ուրիշ տեսակ էր։ Ու որոշեցի, որ գնամ երեկոյան հաճախեմ խոհարարական դպրոց, որը որ գործից տեղին մոտ էր, West Hollywood-ում, Wilshire-ի վրա, եւ 6 ամիս ես գնացի, որը ինձ օգնեց այդ գիտելիքները, ասենք, Արբաթում, ահագին, երբ որ դու մասնագիտական ես գնում, ինչ որ մի բան։ Այդ է ուզում հարցնել, արդյոք կարևոր է այդ գործում լինել նաև մասնագետ, հմուտ լինել այդ ամեն ինչում ու տիրապետել խոհարարական, այսպես ասած, գիտելիքների ու գաղտնիքների։ Ամեն գործի մեջ է կարծում եմ կարևոր, երբ որ դու ինչ որ մասնագիտական կրթություն ես ստանում։ Չնայած խոհարարներ կան այսօր, որ իրանք տնից սկսել են, տանը լավ պատրաստում են ու շատ, այո,
ու շատ մեծ հաջողությունների են հասել։ Չգիտեմ, բայց իմ դեպքում ինձ օգնեց, որտեվ երբ որ մտնում ես խոհանոց ու գիտես, մանավանդ երբ որ աշխատողները գիտեն, որ մենք բոլորս տանը սարքում ենք, հյուրեր ենք ընդունում, չէ՞, բայց այդ լրիվ ուրիշ աշխարհ է, երբ որ դու պետքա մատուցես մանավանդ բանկետ հոլ, չենք խոսում ռեստորան, երբ որ մարդը գալիս է, նստում է մի ժամ ամենաշատը գնում է, չէ, 2 ժամ ասենք։ Իսկ մեր մոտ գալիս են մինչև առավոտվա 2-3-ը, ասենք, այդ լրիվ ու տարբեր ուտելիք է, տարբեր մենյու է ու պետքա նստես, մտածես, որ ինչ օգտագործես, ինչ տեսակ ուտելիքներ, որ մարդիկ համ երկար մնա սեղանին, իհարկե մենք թարմացնում ենք շատ ուտելիքները, եւ բանկետային լինի, հարսանեկան սեղանը տարբեր է։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Որն է տարբերությունը բանկետ հոլի, ռեստորանի, հյուրերի, վերջում անպայման պամիդորով ձվածեղ ուզող մարդկանց։ Նախ ունենք շատ մեծ մենյու, որը որ հաճախորդն ընտրում։ Իրանք ընտրում են իրենց, այսպես կոպիտ ասեմ, իրանց բաջետի համեմատ։ Մարդիկ կան, որ ի վիճակի չեն, չգիտեմ, շատ մեծ գումարներ տալու, բայց ուզում են ամուսնանալ եւ ուզում են մեր մոտ ամուսնանալ։ Իհարկե։ Իրանք ընտրում են այն ինչ որ իրանց հարմար է, այն ինչ որ իրանք սիրում են, հետո ասեմ, որ հարսը եւ ասենք հարսնացուն ու փեսացուն շատ չեն խառնվում ուտելիքի մեջ։ Հա, ավելի ասենք մաման, պապան, կարողա տատիկ, պապիկը, մեկ ասենք 15 հոգով կարողա գան մենյուն որոշելու, որը որ հաճելի process է։ Հա, շատ, ասենք հիմա մի բան, որ մենք էլ չենք սպասարկում, ասենք սալատներ կա փոփոխություններ են անում։ Ասենք տատիկ ասում է, ես այդ սալատն եմ ուզում, շատ համով էր։ Ահա։ Պրոբլեմ չկա։ Մենք այդ քո համար կանենք։ So մենյուն շատ մեծ է։ Փակեջներ ունենք տարբեր տեսակ, էլի եմ ասում, ուզում ենք բոլորին գոհ պահենք, իրենց համ ճաշակի համեմատ իրանք ինչ են ուզում։ Համ գրպանի։ Այո, խստապահանջ հաճախորդներ շատ կան, որ այնքան հաճելի է, որ հարսանիքից հետո մյուս օրը գալիս են ու հենց 3 առաջի օրը, չգիտեմ թե խոհանոցը հիմա կտեսնեն, իրանք կհիշեն, որ երբ որ տղայի պապան եկել է ու սենց նայել է, հələ չփորձած, եկել է խոհանոց ու ուզեցել է անպայման շնորհակալություն հայտնի մեզ։ Էդի մեր համար մեծ բան է։ Իսկ ինչ հետաքրքիր դեպքեր կան, օրինակ, այս հարսանիքի թեմայով ենք խոսում, հետաքրքիր հիշարժան, որ չեք մոռանում երբեք հարսանեկան կամ ոչ հարսանեկան առիթների ժամանակ։ Օրվա վերջ էր արդեն, էլի եմ ասում, շաբաթվա մեջ լինում է, որ օրդերներ ենք ունենում։ Մենք պետքա գնանք տուն, արդեն ամփոփում ենք ամբողջ շաբաթը ինչա լինելու, եւ արդեն լույսերը անջատված, խոհանոցը փակ, մեկ էլ ինչ-որ մի հատ երիտասարդ մտավ, նայում է մեզ, ասում է, եկել եմ ես մեր ուտելիքը տանեմ։ Մենք սենց նայում ենք իրար, ես ու մենեջերը, ուտելիք չկա, ինչ ուտելիք, օրդեր չունենք, չենք գրել ուղակի, ասենք լինում է։ Բայց այդ ռոպեն, որ 50 հոգու, կարամ ասեմ, որը որ բավականին թիվ է, երբ որ դու ոչ մի բան պատրաստ չունես։ Մենք սենց նայեցինք իրար, հիմա չես կարա ասես, որ չենք վերցրել օրդերը։ Ու էլի եմ ասում, մենեջերը շատ սենց կողմնորոշվեց, ռոպեի տակ ասեց, իսկ դու ասեց դրսի գործեր ունես անելու, ասեց ինչ նկատ ունես, ասեց դե հիմա կարող խանութ մանութի գործ ունենաս, որտեվ ասեց շատ զբաղված է խոհանոցը, մի քիչ հետ ենք ընկել, ինձ մի քիչ ժամանակ տուր, ես ինքս կբերեմ, ասեց ձեր ուտելիքը,
ու ասաց որ package-ներ մի հատ կհիշացնես, դե չգիտենք ինչա մարդը օրդեր արել։ Հա։ Ու ասաց այդ րոպեին խոսած, ասաց մի քիչ ուշացումով, բայց անպայման ես կբերեմ։ Ու բավականին հեռու էր, կարծեմ մի 30 րոպեվա, 40 րոպեվա, չէ, ավելի այն կողմ էր։ Մի խոսքով այդ մարդը գնաց, մենք երկուսով գնացինք խոհանոց։ Հիմա հետո որ նայում ենք վիդեոն, ծիծաղում ենք, որտեղ վազում ենք ստեղից այնտեղ, ինչ պետք է անենք։ Գրակը պետքա վառվի, միս պետքա, սալատները, ճիշտ է զանգեցինք, արդեն մի քանի հատ աշխատողներ եկան, արագացրեցինք, մի կերպ, այսինքն մի կերպ որն է, այդ մի քիչ էլ էտա հմտությունը խոհարարների, որ կարողանան սենց այդ տենց օրեր, հա, տակից դուրս գան կոպիտ ասած, արեցինք ուշացումով, բայց տարանք։ Տեխնոլոգիաների հետ կապված հիմա արդեն շատ նորաձև է օգտվել այդ տեխնոլոգիաներից, օրդերների հետ կապված, առաքման հետ կապված։ Դուք ունեք կոնկրետ մարդիկ ում հետ աշխատում եք կամ ընկերություններ։ Չունենք, որտեվ երևի կարիքը չի եղել, զբաղված ենք եղել, ասենք աշխատել ենք ավելի սենց մեր հին ձևով, բայց երևի ժամանակն է, որ դրա մասն էլ մտածենք։ Հա, կարևորում եք եւ կարծում եմ առաջնային է, այո։ Ամեն ինչն էլ կարևոր է նորությունը։ Ճիշտ է, Սակոն մի քիչ ինքը բաներ կա, որ նոր սիրում է նորությունը, բայց հինն էլ սիրում է հնին էլ հետևի։ Հա, մենք արդեն իր բնավորության ոնց որ ճիշտ է, ես կինն եմ, բայց շատ ժամանակ մոտենում եմ իրան սենց զգուշությամբ, որ Իդեպ ինչպես է աշխատելը, հա, այդ բնագավառում եւ առհասարակ աշխատելը ամուսնու հետ, տարբեր մասնագիտությունների, տարբեր գործերի մեջ, բայց հիմա արդեն միասին եք։ Հեշտ չի, որովհետեւ ինքը որպես բիզնեսում ինքը տարբեր մարդ է։ Դե ինքը, ասենք, այդ ընկերական շրջապատում, ուտել, խմել, լրիվ ուրիշ մարդ է, բայց երբ որ գալիս է բիզնեսը, ինքը շատ խստապահանջ է։ Նախ ճիշտ է, ինքը կարող է օրերով խոհանոց չմտնի, բայց ինքը գիտի ինչա մտնում, ինչա դուրս գալի, մանավանդ որակը, ինչ տեսակ ապրանք ենք առնում, դա լինի բանջարեղեն, լինի միս, լինի, չգիտեմ, ամեն ինչ։ Հաշիվներ ինքն է անում, ինքն է ստուգում։ Թարմությունը շատ կարևոր է իր համար, ու ասենք երբեմն փոփոխություններին էլ, որ երբ որ դժվար է համակերպվում, ես իրան ասում եմ, ես ինչ բան է սենց անենք։ Հիմա դրա ժամանակը չի, բայց արդեն բնավորությունը գիտեմ։ Ասում եմ դուրս եմ գալի։ Մի օր անցնում է, երկու օր ասում եմ, ինչ էիր ասում, ինչ պետք է անենք, սենց։ Արդեն ոնց որ ձևը գտնում ես։ Հա ոչ մի տեսակ չի սիրում բողոք, ասենք Փառք Աստծո շատ չենք ունենում, բայց դե գործա կլինի, ասենք ինչ որ մեկը կարողա ինչ որ մի բան, ասենք հիմա խորոված աղի է կամ ինչ որ, չգիտեմ, մի բան չեն հավանում։ Մի բանում թերացել եք, այո։ Այո, ինքը աշխատում ենք իրան շատ այդ հարցերով չդիմենք, որտեվ ասում եմ պետքա, եթե պրոֆեսիոնալները աշխատում են, ամեն ինչ պետքա շատ լավ լինի։ Իրավունք չունեք սխալվեք, թարմությունը, մաքրությունը կարևոր է իր համար։ Օրինակ հիշում եմ մի դեպք, ասենք փոքր մի բան է, բայց խոհանոցի մոտով անցնում էր ու դե շատ են կանայք աշխատում։ Կանանցից մեկը դե բոլորը ձեռնոցներով, գոգնոցով, գլուխները կապած, ասենց ցանցի պես բան են, չէ՞ դնում։ Ու այդ աղջիկը չգիտեմ ինչի մի քանի հատ ասենց մազը չոլկա էր հանել։ Ասենց ասեց, այդ մազերը ինչի է հանել։ Ասում եմ, ում, ասում հա դե լավ, մի երկու հատ մազ ա ուզում ա սիրուն լինի, ասում խոհանոցում ինչ սիրուն։ Ասա հենց հիմա հավաքի այդ մազերը։ Իր հիմնեցիր քեյթերինգ ծառայություն, որը որ զբաղվում է ինչով։ Դուք պատրաստում եք ուտելիքը, դուք առաքում եք ուտելիքը, դուք ունեք նաև ծառայություն, ովքեր որ տեղում գնում են, կազմակերպում են, մատուցում են, հա, ինչ ունեք, ինչ եք առաջարկում։ Դե նայած ինչ են ուզում։ Հիմա ասենք, եթե ասենք հարսանիքից խոսանք, եթե ուզում են դրսում ինչ որ առիթ անեն, մեր ամբողջ այդ թիմը տեղափոխվում է այդ տարածքը, հա։ Դա կլինի ծովի մոտ, կլինի, չգիտեմ, ուր ուզում ա լինի։ Մենք այնտեղ գնում ենք, եթե խոհանոցի հարմարություններ կա, օգտագործում ենք, եթե չէ մենք մերն ենք ոնց որ պատրաստում, այդ արդեն գալիս է խոհարարի ոնց որ հմտությունն է կարևոր, որտեվ ինքը շատ այդ կողմից էքսպերիենս շատ ունի,
Փորձ։ Ու բոլոր թիմը գնում է այնտեղ, նույնիսկ եղել է որ համ Արբատում ենք ունեցել առիթ, համ դրսում։ Իսկ ինչպես եք հասցնում։ Հասցրել ենք, խնդրեմը մեկ ասենք լինում է մատուցողների կողմից, բայց էլի հասցնում ենք, վերում ենք։ Նայնե, այն ժամանակ, երբ որ դուք սկսեցիք այս բիզնեսը, դեռ չկար Instagram, այդ social media-ն, չնայած որ դուք թերևս ամենաերկարակյաց բանկետ հոլերից մեկն եք, կկրկնվեմ իհարկե, բայց այն ժամանակ այո չկար ու կարիքն էլ չկար, հա, բայց հիմա դա շատ նորաձև է, դա շատ պետքական է, դա շատ օգնող է։ Դուք օգտվում եք այդ ծառայություններից, աշխատում եք մարդկանց հետ, եւ եթե այո, ապա ում հետ եք աշխատում, ինչ եք անում, որպեսզի զարգացնեք, որտեղ գիտեմ, որ edge ունեք։ Edge ունենք, կան աշխատողներ, մենեջերն է զբաղվում, ճիշտն ասած, դրանով, սա քոն էլ ինչի՞ չէ, որտեվ կա social media, կա մարքեթինգ, երկու տարբեր բաներ են։ Ունենք, բայց կուզեմ ավելի, այսպես ասած, Իսկ ուզում ես ավելի բարելավես, ավելի զարգացնես, ավելի, որտեվ նորություններ կան, որ երբ որ դու անդադ աշխատանքի մեջ ես, դու չգիտես, ինչ որ բաներ ես տեսնում, որ իրանցից պետք է իմանաս, չէ՞։ Հա, օրինակ այդ նույն catering ծառայությունները որ կան, որոնք որ շատ գեղեցիկ նկարված են, ես համարում եմ ամեն դեպքում social media-ն այսօր հզոր ուժ, այո, տեղեկատվական դաշտ, որտեղից որ կարելի է իմանալ ինչ որ բան, ի վերջո շատ կարևոր հարցեր է լուծում social media-ն։ Այո, յուրաքանչյուր բիզնես ասում են, օքեյ, մի հատ նայեմ, չէ՞։ Իրանց social media-ն, իրանց Instagram-ը, ինչ կա։ Հա, այսօր արդեն պետք չէ գնալ հասնել այնտեղ որպեսզի նայել, նույնիսկ իսկ լինում է որ օրինակ մենյուն գրելով են լուծում, թե դեռ այդտեղ չենք հասել։ Օրինակ ասենք գրվում եք, չգիտեմ, այսքան այն մենյուն կազմելիս առիթի տերերը։ Այո։ Անպայման պիտի գան ձեզ մոտ տեղում։ Այո, անպայման պիտի գան։ Այսինքն օտարները email-ով են աշխատում։ Մենք մենյուն ուղարկում ենք, իրանք նշում են մեզ հետ են ուղարկում, բայց ասեմ, որ շատ food tasting էլ ենք անում, ասենք ուտելիքներ կան, որ թեկուզ մեր հայերի հետ իրաց ծանոթ չի, կամ ուզում են ուղակի համը իմանան։ Մենք պատրաստում ենք, քանի տեսակ, որ իրանք ուզում են, առաջ մեր մոտ էինք անում, հետո տեսակ, որ գալի նստում են, չեն գնում, ասենք food tasting-ի են գալիս, օտարները մի քիչ շատ, ասենք մի 20 հոգով կարող է գային, Ոնց որ հա, պետք է սպասարկենք, մենք էլ որ առիթ էինք ունենում, դե մի քիչ հարմար չի իրանց ասես, որ պետք է արագացնենք, սո հիմա մենք իրանց ուտելիքը պատրաստում ենք սիրուն ամանների մեջ, տալիս ենք, տանում են տուն, ով ուզում է թող փորձի, քանի հոգու համար որ ուզում են։ Խոսեցինք նաև ուտելիքի թարմության մասին, որը կարծում եմ ամենակարևորն է, հա։ Այո, ամենակարևորը։ Որովհետև մենք հիմա բոլորս էլ ունենք այդ հնարավորությունը, որպեսզի տեսնենք, զգանք ուտելիքը թարմ է թե ոչ։ Ես օրինակ հացը, ես գիտեմ հացը այսօրվա հաց է, թե երեկվա հաց է, նույնիսկ եթե ես ինչ որ մեկի տանն եմ, հա։ Այո։ Ինչպես է ձեզ մոտ այդ թարմությունը պահվում։ Հենց այդ էի ասում, որ ամեն օր ապրանքը, երբ որ, այսինքն ամեն առիթին, ամեն օր չէ, սարքվում է հենց այդ նույն օրը։ Մեր մոտ լինում է, որ մարդիկ երկար աշխատում են, որտեվ ապրանքը ընդունում են, պատրաստում են, դրա համար մենք շատ աշխատողներ ունենք խոհանոցում, մեր աշխատողները ավելի շատ են, մեկ-մեկ որ գալիս են ասում են, իսկ քան աշխատող չենք տեսել բանկետ հոլում։ Թե ես էլ ասացի։ Որովհետև պետք է հասցնեն, երբ որ դու 20 տեսակ թարմ պետք է նախուտես, հա, պանտուցես, աշխատող է պետք է սարքվի, հնարավոր չի, որ համ թարմ լինի այդ նույն օրը պատրաստվի ու 2-3 հոգով անեն, դա հնարավոր չի, ու մանավանդ էքստրա շատ ժամանակ մի ուտելիքից կարող է 3 անգամ ուզեն, և էդի մենք միշտ ունենք պատրաստ, նույն օրն է սարքվում, և դա ասեմ սակոյի շատ սենց առաջին պահանջ, ոնց որ, հա, ինքը իր համար էդի շատ կարևոր է, շատ, ինքը չի ուզում սառնարանում տեսնի ուտելիքը դրած փակած, ոչ, առավոտյան գալիս են ու սկսում են, արդեն իրանք էլ գիտեն որից սկսեն, որն է ավելի թարմ մնում։
Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ես շատ եմ լսում, որ նշում են, որ դեռ խաչապուրի եք մատուցում։ Այո, որովհետև մենյուն էլի եմ ասում, մենք չենք ընտրում։ Մենյուն ընտրում է առիթի տերը։ Եվ ուզում է այդ մարդը։ Հանեցինք, ահագին բաներ հանել ենք։ Ինձ թվում է սովորություն է դա, բյորեկ կոչված սեղանների վրա միշտ էլ կա ու շատ հաճելի է։ Երբ որ բերում են, տակ-տակ մատուցում են, նույնիսկ երեխաներն են ուտում։ Էդ է ուզում ասել, անցյալ օրը ես երեխայիս կերակրեցի, որովհետև ինքը սեղանից ոչ մի ուրիշ բան չկերավ, բացի խաչապուրուց։ Եթե աբսեն սիրուն է, խաչապուրին տակ մատուցվում է, ու թարմ է, մեջի պանիրը, հիմա ես մի քիչ sense detail եմ ասում, որտեվ այդ արտահայտությունը շատ եմ լսում, օգտագործում ես լավ պանիր։ Դու զգում ես, որ համով է եւ ուտվում է։ Եթե մի բանը չուտվի, չենք անի։ Պահանջարկը կա, դրա համար էլ տալիս ենք։ Բայց դրա կողքին ունենք թունաթարթար, ունենք, չգիտեմ, տարբեր սալատներ, չգիտեմ, ստեյք սալատ են ասում, սալմոնա կամ տարբեր տեսակի ձկնեղեններ։ Օրինակ հիմա մենք մի տեսակ բան ունենք, այդ նախուտեստ, ինքը ծաղկակաղամբով է, ուտողները գիտեն, որ դա ոնց որ շատ են ուտում։ Մենք դրանից երևի ամեն սեղանի համար գոնե 3 հատ ավելորդ ունենք։ Ինչ շատ են հարցնում։ Կասես ոնց է կամ զանգում են։ Մի հատ կասես էդի սարքեմ, ասում եմ, երբ է քեզ պետք։ Ես քո համար կասեմ, կուղարկեմ, հա։ Բայց իրավունք չունեմ ասեմ, որտեղ դա էլ մեր գաղտնիքն է, այսպես ասած։ Այո։ Սակոին էլ են հարցնում։ Ես գիտեմ, որ նաև ձեզ մոտ հնարավոր է գալ, վարձել դահլիճը, օրինակ համերգ տալ, քանի որ նշեցի, որ մեծ բեմ կա ու բազմաթիվ առիթներ, Հայաստանից երգիչ-երգչուհիներ, խմբեր գալիս են այստեղ ու առիթը անցնում է հենց Արբաթ բանկետ հոլում։ Այո, նույնիսկ ուտելիքով, նույնիսկ առանց ուտելիքի։ Որպես այսպես համերգային էլ ենք կարողանում դասավորենք։ Ասենք հավաքում ենք սեղանները, աթոռները տենց նստում են ու Էդել են անում եւ նաեւ օտարներ կան շատ, որ իրանց ուտելիք ունեն, այդ հնարավորություններ կա, որ մենակ վարձում են սրահը եւ բերում են իրանց ուտելիքը։ Իսկ օտարազգիներ կան, որ հայկական ուտելիք են պատվիրում։ Այո, շատ կան։ Դե երաժշտությունը չեմ հարցնում։ Օտարներ կան, բայց օրինակ հնդիկներ կան, որ իրանց սպეციფიկ այդ ուտելիքը ունեն, որ ճիշտ է, խոհանոցում ոչ մի բան չի պատրաստվում։ Իրանք պատրաստ բերում են, մատուցում են, մերոնք մատուցում են, մեր այդ մատուցողները, բայց իրանք ուտելիքն է, իրանք ուղակի վարձում են սրահը, որտեղ շատ են սիրում։ Իմիջիայլոց շատ են սիրում սրահը, այդ որ ասացիր այդ պատմությունը։ Հա, պատմությանը գանք։ Հա, այդ պատմությունը ուզեցի պատմեմ։ Դա մի քիչ ծաղալու է, որ տարիներ առաջ մեր շատ հայտնի երգիչներից մեկը զանգում է հարսը, որ հարսանիք սա լինելու եւ ուզում եմ դու երգես։ Դե մի տարի առաջ այդտեղ այդ ամեն ինչը պետք է արվի, որտեղ բոլորը զբաղված են։ Ասում է, որ շատ լավ, օրը նշում է, դե պետք է հանդիպեն, որ դեպոզիտ տան, դեպոզիտը վերցնելու ժամանակ ես երգիչը տեսնում, որ աղջիկա դեմքը ծանոթ է։ Ասում է, բայց քո դեմքը շատ ծանոթ է, ոնց որ ես էլի եմ երգել քո հարսանիքին, ասում է, հա, այսի 3-րդ հարսանիքս է։ Ասում է, 3-րդ, ասում է, հա, Արբաթում էր էլի։ Ես շատ եմ սիրում Արբաթը եւ ձեզ ու ձեր երգերը։ Այդ երբ ա եղել։ Երրորդը շատ վաղուց էր, բայց հա, դա հենց այս ամեն ինչ էս փոփոխությունները չկա, շատ վաղուց էր, բայց Եթե դուք միտք ունեք 4-րդ անգամ ամուսնանալ ու դա ձեզ երջանկացնելու է, խնդրեմ, Արբաթը բոլորովին ձևափոխված, իսկ երգիչը կարծում եմ երգիչը արդեն կարա փոխվի կամ նույնիսկ նույնը մնա ու երգիչը ասում է, որ աղջիկ ջան, էլ չամուսնանաս։ Էլ չեմ երգելու։ Ես ասում եմ, դե լավ, ոչինչ, դա լավ բիզնես, չէ՞։
Ես գիտեմ, որ շատ ու շատ հայտնի երգիչներ, ձեր ընկերներն են, անընդմեջ ձեզ մոտ են, առիթների ուրախացնում են։ Այո, մեր ընկերներն են, մեկ-մեկ որ ասում են բոլոր երգիչները, բոլոր արվեստագետները, ասում են բոլորը չէ։ Տաղանդավորները, մեր ընկերները, ում որ սիրում ենք, գնահատում ենք, բոլորին չենք կարա։ Բայց այո, մենք իրանց շատ սիրում ենք, մանավանդ Սակոն շատ ցենց ինքը շատ-շատ է գնահատում արվեստը, իր համար իր ոնց որ չգիտեմ, կյանքի մի հատ մեծ մասն է։ Եվ իրոք ինքը այդ վայելում է շատ։ Բացի գնահատելը, նախ որ մենք ձեզ կտեսնենք բոլոր ներկայացումներին, առաջին շարքերում նստած, համերգներին առաջին շարքերում նստած, նա նաև կարողանում է մեծարել այդ մարդկանց, հարգել, պատվել։ Դա էլ է շատ կարևոր։ Օրինակ հիշում եմ նույնիսկ հələ Արբատը չկար։ Այդ նույն մարդիկ մեր տուն էին գալիս։ Ես հիշում եմ Կարպ Խանչվանքյան, ասենք Օրբելյան, չգիտեմ, այնտեղ մեծ մարդիկ, մեծ ասածս իրանց մեծանուն, այո, միշտ են եկել։ Հիմա ուղղակի իմ գործս մի քիչ հեշտացել է, Արբատը կա, ժամանակ ես էի պատրաստում ու հաճույքով։ Հիմա էլ եմ, ասենք նենց չի, որ պարտադիր ռեստորանից պետք է ուտելիքը գա։ Շատ ժամանակ ասենք ուզում եմ այդ հյուրերին ուրիշ տարբեր մենյու տանք։ Ու հիշում են, իրանք շատ են հիշում, միշտ հիշում են։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Նայնե, որոնք են ձեր հետագա պլանները կապված եւ Arbat Hall-ի հետ, եւ իհարկե դու քո գործը, որը քեզ շատ սազում է։ Ես անձամբ եղել եմ քեզ մոտ, շատ շնորհակալ եմ միշտ ինձ գեղեցկացնելու, դեմքս թարմ պահելու համար։ Պլաններ կան առաջիկայում։ Ես ուզում եմ երկրորդ գիրքս գրեմ, ճիշտն ասած, որը լինելու է cookbook, ինչ ուտես, որ գեղեցիկ լինես, կապված մաշկի թարմության, նույնիսկ ասենք պրոբլեմներ ունեցող մաշկի, որտեղ ուտելիքը շատ կապ ունի։ Ասենք փոքր sense ռեսեպիներ, ասենք քո breakfast-ը, lunch-ը, dinner-ը կապված քո մաշկի հետ։ Հիմա ասենք 40-ում, 50-ում, 60-ում կամ 20 տարեկան, 16 տարեկան երեխեքը ինչ ուտեն, որ ուտելիքով կանոնավորեն այդ իրանց լավ տեսք ունենալու ոնց որ պայմանը։ Դա չնայած վաղուց է, արդեն ինքը պատրաստ է, ուղղակի պետքա տպագրվի, ճիշտ առաջի գիրքս շատ հաջող, շատ ճանաչված տեղ տպվեց Simon & Schuster-ը Նյու Յորքում, ես շատ շոուերի մասնակցեցի, բայց այս երկրորդը մի քիչ ուշանում է, որտեղ զբաղված եմ շատ։ Բացի դա, բացի գիրքը դու ունես քո սեփական շիճուկները, որոնք թողարկել ես, այո, moisturizer-ը, այո։ Դրանից էլ ունեմ, էլի օգտագործում եմ իջե հիմա, ու միշտ ուզում եմ ասեմ երեխեք, որ ինձ հարցնում եք ինչու է դեմքդ այդքան լավը, մաշկը, դե իհարկե կարծում եմ բնատուրել կա, բայց ամեն դեպքում ես նախապես մինչ մեյքափը օգտագործում եմ Նայնեի առավոտյան կրեմը եւ աչքերի խոնավեցնող եւ աչքերի տակի եւս ունեմ, էլի միշտ ամեն երեկո հիշում եմ, վայ պիտի աչքերիս տակ կսեմ։ Ունես դրա հետ կապված նորություններ, էլի ինչ որ մի բան, մի ջուր։ Այո, փոփոխություն պետք է լինի, իր փակեջինգը եւ մեջը ինչ որ բաներ պետք է փոխվի, բայց դա էլ է ոնց որ ասենց հետին պլանա գնացել։ Տեսնեմ երբ պետք է անեմ։ Այո։ Ամեն դեպքում պլաններ կան, գաղափարներ կան։ Այո, ես սիրում եմ զբաղված լինեմ, ինչքան զբաղված ես, այնքան չգիտեմ, միտքդ ավելի հանգիստ է, թե չէ իմ մոտ ազատ ժամանակ սկսում ես մտածել բաների մասին, որ քեզ պետք չի։ Դե Արբատը արդեն շատ է գործը։ Ծանր գործ է, այո։ Ոնց որ սենց ես կամած մտա ու սենց հիմա լրիվ մեջն եմ, ուզում եմ որ
շատ օգնած լինեմ։ Չնայած ասում եմ, որ շատ գոհ եմ մեր աշխատողներից էլ, մանավանդ խոհանոցում այդ համերաշխ կոլեկտիվը, որտեղ այնտեղ եմ լինում ես շատ։ Օգներով, բայց աշխատավարձ ստանում ես։ Չէ։ Չէ, հələ Մի բան էլ դու ես տալիս։ մեկ առաջ որտեղ աշխատում էի, Սակոն ասում էր, այդ հաճախորդները էին թվում, ասում էր, լավ է, էլի առանց վարձի ստեղ աշխատում ես։ Վարձ էր ուզում։ Վարձ չեմ ուզում քեզնից, հա, բայց հիմա չէ։ Բավականին, հա, սիրում եմ։ Ես երբ որ դու մարդկանց հետ լավ ես վերաբերվում, այդ նույնը ստանում ես, ու դա այնքան լավ բան է, որ գնում ես գործի։ Ես չեմ գնում ինչ-որ տիրոջ կարգավիճակով։ Ես իրանց միշտ ասում եմ, մենք հյուրեր ենք ունենալու, ասենք, այս շաբաթ 1000 հյուր ենք ունենալու։ Այո, եթե ուրբաթ շաբաթ կիրակի զբաղված ենք ու 300, 400, չգիտեմ, նայած, մենք պետքա լավ ընդունենք մեր հյուրերին, որ իրանք գոհ լինեն, ասենց ոչ թե որ տենց չկա, ինչ-որ պահանջենք, խստություն, ես ամենայն դեպս չունեմ, միշտ ուզում եմ նույնիսկ ինչ-որ մի բան էլ որ ինձ դուր չի գալի կամ ուզում եմ փոխեմ, միշտ սենց լավ ես խոսում իրանց հետ։ Էլի եմ ասում, գալիս է իմ գործից, գործի բնույթից, որտեվ ամբողջ օրը մարդկանց հետ սենց ուզում ես իրանց հանգստացնես, լավ էներգիայով գնան։ Սակոն ավելի խիստ է, ասենք ինքը ավելի ժամանակ առ ժամանակ, էդ էլ է պետք, ճիշտն ասած, այդ հարցերը իրան եմ ասում, ինքը թող զբաղվի։ Իսկ ձեր տղան, ձեր զավակը, ձեր միակը, իմ միակը լավ էր, հա։ Չէ, ինքը ընդհանրապես չի սիրում, չի գալիս, ինքը բիզնեսից հեռու է։ Ինքը ինձ մի օր ասաց, որ որտեվ չէին կարողանում կողմնորոշվենք ինչ ա ուզում։ Ասում եմ, չես գալ, ես իրան բերեցի, խոհանոցել, գործ տվեցի, խոհարարին օգնում էր։ Հետո ուրիշ բան է, տեսա որ չի անում, ինքը անում է իմ համար, բայց ինքը հաճույքով չի անում։ Մի քանի տեղեր փորձեց, հետո ասում եմ, լսի, դու ինչ ես ուզում, ասենց։ Ասես, մամ, ես ուզում եմ մարդկանց օգնեմ։ Որտեվ ասում եմ, արի, ամեն ինչ կա, օֆիսը կա, նստի։ Սիրուն աղջիկներ են գալիս, չէ՞։ Իրանց դիմավորի, խոսա, բացատրի, նո, չեմ կարա։ Ես ուզում եմ օգնեմ։ Ինքը հիմա ավելի ոնց որ բժշկական թեկումով է, ոչ թե բժիշկ, բայց radiology, x-ray էդ է սովորում։ Ու դուր է գալիս իրան, գոնե քթել է ինչ որ ուզում է։ Առիթներին գալիս է, մեկ գալիս է, ասենց նստում ասում եմ, քեզ մի քիչ սենց բանը զգա։ Չափից դուրս համեստ է մեր տղան։ Եվ լավ է եւ վատ, բայց երևի ավելի լավ է։ Ինձ թվում է ինքը այնպեսին է, ինչպեսին որ կա, այնպեսին է, ինչպեսին որ դուք իրեն դաստիարակել եք եւ շատ կարևորում եմ նաեւ որ ծնողները ճիշտ ժամանակին կարողանում են ոչ թե պարտադրել, ոչ թե ստիպել, այլ առաջարկել, ցույց տալ, հետո ժամանակին դուրս հանել ու տանել այնտեղ, որտեղ որ իրենն է ու իրեն է պետք։ Ես ձեր ընտանիքին շատ եմ սիրում։ Մենք ձեր ընտանիքին շատ ենք սիրում եւ ես իսկապես շատ ուզում եմ, որ դուք ձեր բիզնեսը, ձեր ընտանիքը միայն լավ հաջողություններ ունենաք։ Լավ առիթներ ունենաք միմիայն, առողջ լինեք եւ մենք էլ շատ ավելի հաճախ հանդիպենք ու շատ ավելի հաճախ կարողանանք ուրախացնենք մարդկանց ու մեր ընկերներին։ Սիրով, մենք էլ սիրով սպասում ենք բոլորին, մանավանդ մեր հայ հարսերին, տեսաներին, սիրուն հարսերին, մենք ամեն ինչ անում ենք, որ ձեզ գոհ պահենք։ Հիմա արդեն ամեն ինչ պատրաստ է, սիրով կարաք։ Եթե ես երկրորդ անգամ որոշեմ համուսնանալ իհարկե նույն տղամարդու հետ, ապա այս անգամ արդեն վերափոխված Արբատում եւ միմիայն Արբատում։ Շնորհակալ եմ Նարինե ջան։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ եթե դուք բաց եք թողել մեր նախորդ էպիզոդները, ապա կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որն է Menu AM USA եւ իհարկե հետեւել մեզ Instagram-յան տիրույթում իմ եւ Menu AM-ի։ Իսկ մենք կհանդիպենք, երբ հանդիպենք։